Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր տարվա առաջին հարցազրույցային եթերն է։ Մեր լսարանին շատ լավ ծանոթ Տիգրան Խզմալյանի եւ մեր լավ բարեկամ Արտյոմ Չեռնամորյանի հետ ենք սկսում տարվա հարցազրույցները։ Բարև ձեզ։ Ողջույն, բարև ձեզ, շատ ուրախ եմ տեսնել ձեզ, պարոն Չեռնամորյան, ձեզ Մարաջյան, ողջույն։ Նոր տարին շնորհավորենք եւ փորձենք քաղաքական իրադարձություններից գլուխ անել, ինչ եղավ։ Տիգրան, կարծես ավանդույթ է դառնում առաջի տարվա եթերը քո հետ անել։ Հիմա Արտյոմն էլ միացավ, հուսամ լավ ավանդույթ է, շարունակական կլինի։ Սկսենք մի թեմայից, որ վերջերս ես էլ Արմենն էլ Չիվուխյան շատ ենք կարևորում մեր եթերներում, խոսքը Թուրքիայի տարածաշրջանում փոփոխվող դերի մասին է, այնքան փոփոխվող, որ շատերի համար, չգիտեմ, երևի շոկային էր։ Նավեր են խոցվում Թուրքիայի ջրերում, Թուրքիան չի կարողանում ամբողջ ձայնով ինչ որ բան ասել, հա, կամ ասենք միջոցառումներից կտրում են, չեն թողում մասնակցի։ Ամերիկան եւ Կատարը Իսրայելի ցանկությամբ Թուրքիային չթույլատրեցին մասնակցել Գազայի վերաբերյալ համաժողովին, իսկ ամերիկյան ընկերությունները ակտիվորեն համագործակցում են Հունաստանի եւ Կիպրոսի հետ Եվրոպային էներգակիրներով ապահովելու համար։ Թուրքիայի նախագահ Էրդողանի էներգետիկ հանգույց դառնալու երազանքը կարծես ոչ ոքի պետք չէ եւ ինքը մերժված է լինում, Սերժ Սարգսյանի օրանգով, հա, մերժված է։ Ինչպես են այս իրադարձությունները Հայաստանում ընկալվում, Տիգրան, քեզանից սկսենք, տարածաշրջանում Թուրքիայի դերի փոփոխությունները, ինչպես նաեւ Ուկրաինայի ազդեցության ուժեղացումը Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում, նկատում են արդյոք քաղաքական գործիչները, վերլուծաբանները, արվում են եզրակացություններ, կան քննարկումներ, ինչ ես նկատել։ Ես չեմ հավակնում խոսել Հայաստանի քաղաքական դաշտի անունից, ես խոսելու եմ միայն իմ եւ իմ գլխավորած կուսակցության Հայաստանի եվրոպական տեսակետի մասին, որը բավականաչափ տարբերվում է պաշտոնական տեսակետից, այն տեսակետից, որը վերջին տարիներին եւ հատկապես ամիսներին դառնում է պաշտոնական։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի մասին խոսելը անիմաստ է, եթե մենք չհասկանանք կամ գոնե հակիրճ չանդրադառնանք այն իրադարձություններին, որոնք այս տարի 25 թվականին տեղի են ունենում մեր աչքի առաջ եւ մեծացող արագությամբ։ Թրամփի երկրորդ մուտքը իշխանության մեջ հսկայական փոփոխություններ է մտցնում համաշխարհային քաղաքականության մեջ, որովհետև Թրամփը փաստորեն քանդում է հին դաշինքները եւ աշխարհակաղակական քարտեզը փոխվում է, հետեւաբար առաջանում են նոր դաշինքներ։ Հիմա հարցը Թուրքիան է եւ պարզապես պետք է հասկանալ, որ Թրամփը թողնելով Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին առանց իր երկրի առանցքային աջակցության, իսկ դա արդեն պաշտոնական տեսլական է ազգային անվտանգության Միացյալ Նահանգներում, ստեղծել է նոր իրավիճակ եւ այդ իրավիճակը բնորոշվում է նրանով, որ Եվրոպան հասկանալով իր կատարվողը փակվում է եւ զինվում է, ամփոփվում է իր մեջ եւ այդ նոր Եվրոպայում Թուրքիան տեղ չունի ինչպես նաեւ նախկինում, բայց այս անգամ խոսքը գնում է նաեւ այն մասին, որ առանց ամերիկյան ռազմական աջակցության մնալով Եվրոպան Ուկրաինայի հարցով դրամագծորեն տարբեր դիտելով իրադարձությունները, որոշել է ստեղծել նաև փաստորեն զուգահեռ երկրորդ Եվրոնատո, եթե կարելի է այդպես ասել, եւ այնտեղ նույնպես Թուրքիան կարծես թե լուրջ մասնակցություն չի ունենալու։ Ամենայն դեպս դա դեռ քննարկվում է, բայց այդ նոր Եվրոնատոյի կենտրոնական բանակը լինելու է Ուկրաինայի բանակը, դա արդեն ակնհայտ է, ինչպես նաև արագ աճող գերմանական ռազմական ուժը։ Ֆրանսիան փորձում է պահպանել իր միջուկային մենաշնորհը Եվրոպայում, Եվրամիության մեջ, հայտնի է, որ Բրիտանիան դուրս է եկել, դուրս բերելով Եվրամիությունից նաև իր ատոմային զենքը, բայց պետք է ասել, որ նաև Բրիտանիայում են սկսվում խոսակցությունները եւ return-ի մասին, կներեք, Բրիտանիայի վերադարձի Եվրամիություն, իսկ առայժմ Բրիտանիան համագործակցում է հենց Եվրոպայի հետ ՆԱՏՕ-ի հարցում։ Թուրքիան այդ ամեն ինչում ունի որոշիչ դեր, որն ուներ որպես Եվրոպայում մեծագույն, Թուրքիան համարվում է եվրոպական երկիր, քանի որ մի մասը իր Եվրոպայում է եւ ցամաքային բանակը բավական մեծ ու տպավորիչ էր համարվում։ Բայց այստեղ հետաքրքիր է հետեւյալը. այնինչ վերաբերվում է Հայաստանին։ Հայաստանը ավանդական քաղաքականության մեջ դիտվում էր որպես կարևորագույն խոչընդոտներից մեկը թուրքական էքսպանսիայի ճանապարհին։ Հասկանալի է, որ Եվրոպան չի թողնում Թուրքիային իր տարածք, իր մեջ, իր սահմանների ներս, հասկանալով, որ Թուրքիան 100 միլիոնանոց մահմեդական բնակչությամբ եւ
ագրեսիվ քաղաքականությամբ կարող է լուրջ փոխել Եվրոպայի դեմքը եւ որպես խոչընդոտներից մեկը Թուրքիայի արչեւ դրվում էր նաեւ հայկական հարցը, ինչպես նաեւ հունական խնդիրները, Կիպրոսի խնդիրը եւ վերջին տարիներին բավական հետաքրքիր էր օգտագործելով այն հանգամանքը, որ մեր այսօրվա հյուրն է պարոն Չեռնամորյանը, որը Իսրայելից է մեզ հետ միացել, ես իրեն եմ փոխանցելու հիմա խոսքը, ուզում եմ ուշադրությունը բևեռել հետևյալին. Թուրքիան տարիներ շարունակ մերձենում էր Իսրայելի հետ, հասկանալով, որ Իսրայելի միջոցով նա ստանում է շատ կարևոր ազդեցություն նաև Վաշինգտոնում։ Բայց եթե Թուրքիայի մեծագույն նվաճումներ անցած արդեն 25 թվականում Թուրանի վերստեղծումը եւ դա փաստորեն կատարվեց Հայաստանի ներկայիս իշխանությամբ, օգնությամբ եւ համաձայնությամբ, խոսքը գնում է Թուրքիա եւ Ադրբեջանի ցամաքային կապի մասին, որը իրականացվում է փաստորեն Սյունիքի տարածքում եւ դրան զուգահեռ Թուրքիան կառուցում է հիմա նաեւ Հայաստանից դուրս Արաքսի աջ ափով սեփական երկաթուղի, որպեսզի կախված չլինի Երևան-Գյումրի Նախիջևան ճանապարհով, որը Փաշինյանը առաջարկում է Էրդողանին, Էրդողանը այնուամենայնիվ փող եւ ժամանակ չի խնայում կառուցելու համար Արաքսի աչափնյա երկաթուղի մոտ 3 միլիարդ արժողությամբ 224 կիլոմետր երկարությամբ Կարս Նախիջևան, այսինքն այս ամենը շատ լուրջ հայտ է կապվելու Թուրքեստանի հետ, այդպես են իրենք անվանել եւ հիմա էլ են անվանում Կենտրոնական Ասիայի թուրքալեզու հանրապետությունները։ Սա է փաստորեն այն նախագիծը, որը շատ անհանգստացրեց Իսրայելին, որքան կարող եմ հասկանալ, որովհետեւ ամառվա ընթացքում Իսրայելը կտրուկ փոխեց իր քաղաքականությունը Թուրքիայի, մասամբ Ադրբեջանի եւ հիմնականում Հայաստանի վերաբերյալ։ Նետանյահուն, ինչպես հայտնի է, ռադիոեթերում առաջարկեց ճանաչել ցեղասպանությունը, Փաշինյանը մերժեց այդ առաջարկը։ Սեպտեմբերի 21-ին Իսրայելի արտգործնախարարությունը սրտիկ ուղարկեց Հայաստանին, ասելով, որ Իսրայելը ձեզ սիրում է եւ առաջարկում է մերձեցում։ Հայաստանը կրկին անտեսեց Իսրայելի այդ առաջարկը։ Եվ մենք հիմա հասկանում ենք ինչ էր պատրաստում Իսրայելը։ Իսրայելը անհանգստացավ, որ Իրանի հարցը լուծելուց հետո Իրանը աննախադեպ թուլացված է եւ այլևս գոյաբանական վտանգ չի ներկայացնում Իսրայելի համար, Իսրայելում տեսան, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքեստանի Թուրանի այդ նախագիծը դառնում է շատ մեծ գլխացավանք, որովհետեւ Թուրքիան գործում է Սիրիայում, գործում է Լիբիայում եւ հիմա փաստորեն Ադրբեջանն էլ ներքաշվում է Կենտրոնական Ասիայի հետ, ինչ որ նոր թուրանական շատ լուրջ նախագծի մեջ եւ ահա Իսրայելը սկսեց մերձենալ Թուրքիայի ավանդական թշնամիների հետ, Հունաստանի եւ Կիպրոսի, եւ կարծես թե այնտեղ պետք է լիներ Հայաստանը, բայց եւ այսպեսով ես ավարտում եմ իմ հարցի այս մասը, իմ պատասխանը կներեք ձեր հարցին, Հայաստանում Փաշինյանի քաղաքականությունը վերադարձրեց ակտուալ քաղաքական դաշտ Տեր-Պետրոսյանի եւ Ժիրայր Լիպարիցյանի պրոյեկտները, առայն որ Հայաստանը պետք է նախ եւ առաջ մերձենա Թուրքիայի հետ, մասամբ նաեւ Ադրբեջանի, ասում էր Տեր-Պետրոսյանը, Փաշինյանը անում է հակառակը, նա հիմնականում մերձենում է Ադրբեջանի հետ եւ նաեւ այդ պատճառով Թուրքիայի հետ։ Այսինքն Հայաստանը դուրս է եկել այն իր ավանդական դերից, որտեղ նրան աշխարհը առաջարկում էր եւ դիտում էր, որպես Թուրքիայի դեմ կարևոր աշխարհաքաղաքական գործոն։ Փաշինյանը մեծ պաթոսով ասում է, որ մեզ այլևս այդ դերը պետք չէ։ Ինչ դեր է Փաշինյանը պատրաստում Հայաստանի համար, դա երկրորդ խոսակցություն, երկրորդ հարցն է, ես հիմա չչարաշահեմ ձեր համբերությունը, եթե այդ հարցը առաջանա, ես կպատասխանեմ։ Իսրայելը փոփոխությունները սկսեց իմ կարծիքով Սիրիայից հետո, երբ որ փաստացի Թուրքիան միջամտեց իշխանապողությանը, իդեպ Էրդողանի ոչ Հայաստանով ճանապարհը դեպի Նախիջևան, նաև Ալիևի անհանգստանալու առիթ է, սա Նախիջևանը իրենով անելու տարբերակ է, Թուրքեստանը հեռու է, իսկ Նախիջևանի հետ նա անմիջական սահման ունի, տարբերություն բուն Ադրբեջանի հետ, չնայած բուն Ադրբեջան հասկացողությունը շատ տարօրինակ է, բայց դրանով մեր գործերը չի թեթևանում, մեր հոգսերը։ Ինչևէ, Արտյոմ, ինչ նյուանսներ կավելացնես զուտ իսրայելական տեսանկյունից, արդյոք
Տիգրան Խզմալյանի ասածը կիսում ես, իմ հավելումը կիսում ես, ինչ հետևություններ պետք է անենք Հայաստանում եւ տարածաշրջանում Իսրայելի քաղաքականության այս փոփոխությունից, որովհետեւ սա պարզապես փոփոխություն չէ Իսրայելի քաղաքականության, սա տարածաշրջանում ձևաչափերի եւ դրվածքների փոփոխություն է, այնպես որ շատ կարեւորում ենք քո կարծիքը, որտեղ գիտենք մեր գոլեգան ես եւ ունես շատ հստակ գիտելիք այս ուղղությամբ։ Եղավ շատ շնորհակալություն նախ թույլ տվեք նորից ես բոլորիդ ողջունել, ձեր լսարանին նաև եւ Սուրբ Երկրից շնորհավորել եւ Ուկրաինայի ժողովրդին եւ մեր հայ ժողովրդին եւ գալիքին Սուրբ Ծննդյան տոների հետ կապված մաղթել մեր ժողովրդներին խաղաղություն ամենակարևորը։ Մենք ցավոք սրտի բոլորս էլ լավ գիտենք խաղաղության գինը։ Եվ դուք այժմ պատերազմի մեջ եք գտնվում, մենք արդեն բավական երկար ժամանակ է պատերազմի մեջ ենք, ճիշտ այս պահին ռազմական գործողություններ այստեղ տեղի չեն ունենում, բայց շատ լավ հասկանում ու կիսում եմ հարգելի Մարակ ձեր ծանր աշխատանքն ու գնահատում ենք անչափ այն աշխատանքը, որ դուք այս ծանր պայմաններում տանում եք եւ միշտ Իսրայելում մենք իսրայելահայերս դիտում ենք ձեր հաղորդումներ ու սիրով կիսվում ենք։ Այժմ ինչ վերաբերում է ձեր հարցերին, նախ պարոն Խզմալյանի հետ համաձայն եմ եւ կարող եմ ասել, որ ոչ միայն սրտիկ ուղարկեց, այլ նաև հայերեն լեզվով շնորհավորել էր Հայաստանի անկախության տոնը Իսրայելը։ Իսրայելի արտգործնախարարությունը ասել էր տոնը շնորհավոր, անկախությանը տոնը շնորհավոր Հայաստան։ Վերջերս Իսրայել էր ժամանել Վահան Կոստանյանը փոխարտգործնախարար, հանդիպում էր ունեցել Իսրայելում արտգործնախարարության ներկայացուցիչներ, բավականին քննարկումներ են ունեցել, նրան նաև Իսրայելում Հայաստանի արտակարգ լիազոր դեսպան պարոն Արման Հակոբյանն էր ուրեմն միասին մասնակցում այդ հանդիպումներին եւ օրեր առաջ հայտնի դարձավ, որ նաեւ Իսրայելի Հայաստանի Հանրապետության դեսպանը Լոելը գտնվում էր նաեւ Հայաստանում, ցել հանդիպումներ շարքի ունեցել ավելի շատ տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ կապված երկուստեք այսինքն զբոսաշրջության, առողջապահության եւ մի շարք այլ ոլորտների, այսինքն հարաբերությունների զարգացման հետ կապված։ Այժմ քաղաքական հարաբերությունները Թուրքիայի հետ կապված։ Իսրայելը այս տարվա հունվար ամսին, հիմա անունը դժվարությամբ եմ հիշում, Իսրայելի հետազոտական կազմակերպություններից ինստիտուտներից մեկը մեկ շատ հետաքրքիր ուրեմն վերլուծություն էր կատարել եւ ուղարկել այս վերլուծությունը Նետանյահուի կառավարությանը, որ մոտակա 10 տարիների ընթացքում Իրանից հետո Թուրքիան դառնալու է Իսրայելի ամենավտանգավոր եւ ամենաառաջին ախոյան, ամենամեծ թշնամին։ Եվ սրան հաջորդեցին այդ սիրիական դեպքերը, երբ որ դեկտեմբերին արդեն Սիրիայում տեղի են ունեցել այդ դեպքերը, 2025 թվականի մարտ ամսին մի պահ Իսրայելի F-35-ները Սիրիայի օդում հանդիպեցին թուրքական F-16-երին։ Եվ այս ժամանակ Իսրայելը առաջ եկավ իր ուրեմն մարտական ավիացիայով եւ Թուրքիան հետ նահանջեց, այսինքն չցանկացան մարտի բռնվել իսրայելական F-35-երի հետ։ Սա առաջին այսպես օդի մեջ առաջին հանդիպումն էր երկու ախոյանների, կարելի ասել։ Այժմ գնալով հարաբերությունները Թուրքիա եւ Իսրայելի չափազանցրվում են, երեք օրինակ Բենյամին Նետանյահուն ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն կամաց Իսրայելը ռազմական բազա է դնելու, գալու է դեպի Ադենի ծովացոց, հա, այսինքն սկսելու են վերահսկել այս Կարմիր ծովով Էլատից շարունակվող ճանապարհը եւ անմիջապես մի քանի 100 կիլոմետրով մոտենալու է Եմենի հութիներին։ Սա առաջինն է։ Երկրորդը հետախուզությունը նաեւ Իսրայելի ներկայացնում էր, որ հնարավոր է, որ Սոմալիլենդը դառնա նաեւ որոշակի տարածք, որը կհամաձայնի ընդունել Գազայի գոտուց տեղահանված քաղաքացիներին կամ հնարավոր տեղահանվող, երբ որ Դոնալդ Թրամփի կառավարությունը սկսի աշխատանքներ իրականացնել։ Բայց այս Գազայի գոտու պատմությունը ավելի շատ շղարշ է, որովհետև հենց այս հայտարարությունից հետո ով առաջինը քննադատեց Իսրայելին, իհարկե Թուրքիան, որովհետև հենց Սոմալիի կառավարությանը անմիջապես աջակցում է Էրդողանը եւ զինում է Էրդողանը, եւ Էրդողանն էլ ունի նկարտումներ այստեղ տանկեր էին նկարել, գցել են Սոմալիի տարածքում տանկեր, այսինքն ոչ միայն միջերկրական ծովում, որտեղ ստեղծվել է 2500 հոկանոց, այսպես պետք է ստեղծվի մարտական այսպես փոքրիկ բանակ, ասենք, որը հագեցած է լինելու եւ Իսրայելի եւ Հունաստանի բոլոր տեսակի ստորաբաժանումների աջակցությունով հանդերձ 1000 Իսրայել եւ Հունաստան եւ 500 Կիպրոս, սրան արդեն հաջորդում է Իսրայելը փաստորեն սկսում է լուրջ խաղացող դառնալ նաեւ
Կարմիր ծովում, այսինքն վերահսկողական աշխատանքները խորացնելու է եւ ստեղծելու է իր բազան եւ առաջին անգամ աշխարհում չճանաչված պետությանը ճանաչել է որպես անկախ պետություն եւ այնպիսի հետաքրքիր ուրեմն հաղորդումներ են Իսրայելում պատրաստվում հենց այս ճանաչման հետ կապված եւ բավականին լուրջ խաղացող է դառնում արդեն Իսրայելը այս տարածաշրջանում այստեղ Սաուդներն են Կատարն է հասկանում եք չէ ինչ է տեղի ունենում ինչքան են մոտեցել արդեն այս տարածաշրջանը եւ այստեղ եթե Իսրայելը հաջողացնի շատ սերմ ժամանակահատվածում ավիաբազա հիմնել եւ նաեւ նավատորմը բերել այստեղի Սուզանավերը արդեն շատ մեծ հավանականությամբ կարող է նաեւ վերահսկել հենց այս տարածաշրջանը եւ նաեւ մակրե տարածաշրջանը հութի եղբայրներից այս հութիներից ովքեր որ բոլոր տեսակի արևմտյան բեռնատար նավերի վրա տարբեր տեսակի հարձակումներ են գործում այսինքն ոչ միայն միջերկրածովն է այլ նաև այս տարածաշրջանը Կարմիր ծովի, ել չեմ խոսում Հայաստանի մասին, ես համաձայն եմ պարոն Խզմալյանի հետ, որ մի քանի անգամ արդեն Իսրայելը ձեռք է մեկնում, մեսիջներ է ուղարկում Հայաստանին, իդեպ Ադրբեջանի հետ կապված Ադրբեջանը այս պահին դեռ որոշում չի կայացրել իր զորքերը խաղաղապահ Գազայի գոտի ուղարկելու հետ կապված, ասում են, որ չի ուղարկելու, այսօր Իսրայելում քննարկում են, որ 3 պետություն է լինելու այս տարածաշրջանում Գազայի գոտում իբր զորք պետք է տեղափոխեն, բայց թե որոնք են դրանք այժմ գաղտնիք է պահվում։ Իհարկե Թուրքիան չէ, որովհետև միանշանակ Թուրքիան այստեղ մերժված պետություն է համարվում։ Այսինքն ձեր հարցը վերաբերում է հենց Սիրիայից սկսված, այո, հենց այս հակամարտությունը սկսվեց Սիրիայից եւ պարոն Հակոբյան, ես կիսում եմ նաեւ ձեր տեսակետը, որ Ադրբեջանի որոշ հարաբերություններում Իսրայելը արդեն այսպես պահպանողական դիրք է բռնել եւ գիտեք պատերազմի ընթացքում 1-2 ինքնաթիռը զենք հետ բերեց Ադրբեջանից որ նրան փոխանցել էր ճիշտ է մինչև 2020 թվականը 5 միլիարդ զենքի պայմանագիր են կնքել 5 միլիարդն էլ ուղարկել են իմ հաշվարկներով 2020-ից հետո եւս 4 միլիարդի զենք ու զինամթերք են վաճառել Ադրբեջանին բայց զենքի փոխանցումները Ադրբեջանին այս պահին դանդաղեցվել են եւ Կովկասում իրավիճակ է փոխվում բայց թե Հայաստանը արդյոք կմիանա Հունաստան, Կիպրոս եւ Իսրայել այս շատ հզոր ուրեմն դաշինքին ես վստահ եմ որ ոչ չկա նման ես չեմ տեսնում մեր կառավարության կողմից նման մոտեցում եւ չգիտես ինչու Հայաստանում շատ ծանր են ընդունում օրինակ կա բավականին լուրջ նաեւ շնորհակալություն ձեզ արգելի պարոնայք որ դուք անընդհատ փորձում եք մարդկանց աչքերը բացել Հայաստանում եւ մարդկանց ճիշտ ուղու վրա դնել որովհետեւ բավականին թյուր կարծիք կա Իսրայելի մասին թե ներկայումս ինչ աշխատանքներ Իսրայելը տանում Իսրայելը երբևէ չի երթվել ասենք Հայաստանի դաշնակիցը լինել կամ որևէ տեսակի դաշնակցային հարաբերություններ, պարտավորություններ Հայաստանի նկատմամբ չի ունեցել, ինչպես որ փորձում են համար առաջին Ախոյանին ցավոք սրտի Հայաստանում Իսրայելին ներկայացնել, բայց դա իրականությանը չի համապատասխանում, գիտենք թե առաջին թշնամին ով է։ Համենայն դեպս այո, ես համաձայն եմ ձեր հետ, այս պահին որևէ մոտեցում չեմ տեսնում, որևէ դրական լիցք չեմ տեսնում ասենք Հայաստանի կառավարության կողմից որևէ նման գործընթացներին մասնակցելու հետ կապված ցավոք սրտի Անցած տարվա քաղաքական իրադարձությունները ամփոփելուց առաջ կուզեի ճշտել Տիգրան քեզանից նկատել ես որ 24-25 թվականներին կարծես ազգային պետությունների ղեկավարները չէին այցելում Հայաստան, թե ես եմ ինչ որ բան բաց թողել, նույնիսկ Մակրոնը չկար, կային եվրոկառույցների ղեկավարները, բայց ազգային պետություններից Սլովակիան էր, Իրան, Վրաստան, այսինքն չգիտես ինչու առաջին դեմքերը մեր քաղաքակրթության, եվրոպական քաղաքակրթության Հայաստան չեն այցելում, չնայած միջազգային օրդերը Պուտինի համար է տրված, բայց ուրիշները չեն գալիս, ասա փորձում եմ հումորի վերածել։ Ինչ ես կարծում, թե ես եմ ինչ որ բան բաց թողել, թե եթե բաց չեմ թողել, պատճառների մասին կուզեի քո կարծիքը իմանալ։ Ես կարծում եմ Հայաստանում պահպանվում է թյուր կարծիք այն մասին, որ Փաշինյանը գնում է դեպի Եվրոպա։ Եվրոպայում այդպիսի կարծիք այլևս, ես չեմ ասում, չկա, պաշտոնապես իրենք դեռևս դա չեն հերքում, բայց նրանց համար արդեն պարզ է, եւ ես պետք է առանց կեղծ համեստության ասեմ, որ իմ համեստ մասնակցություններ եմ ունեցել այդ գործընթացում, նրանց բացատրվում է Եվ իրենք ինքներն են իհարկե տեսնում ամենից լավ եւ դեսպանատանների միջոցով եւ մեր մեկնաբանությունների շնորհիվ, որ Փաշինյանի կառավարությունը իրականում
հետևում է ավելի շատ վրացական օրինակին եւ զբաղվում է եվրոիմիտացիայով, որպեսզի պահպանի ինչ որ շղարշ, քանի որ Փաշինյանը տեսավ 24 թվականին, երբ որ մենք սկսեցինք ստորագրավակը, ինքն էլ էր հաստատում, որ մենք կարող ենք եւ 300,000 հավաքել, ես կարծում եմ, եւ կես միլիոնից ավել ստորագրություններ։ Այդ ամիսների հարցումները տալիս էին 50-ից ավել տոկոս այն հարցման մասնակիցների, ովքեր պատրաստ էին հաջորդ կիրակի օրը, ինչպես հարցումներում առաջարկվում էր, գնալ եւ քվեարկել Հայաստանի եվրոպական անդամակցության համար։ Դա խիստ անհանգստացրեց մի քանի երկրներին, նախ եւ առաջ Մոսկվային, ինչպես նաեւ Բաքվին։ Եվ քանի որ Փաշինյանի քաղաքականությունը հիմա եւ նրա գլխավոր նպատակը վերընտրությունը 26 թվականին ավելի շատ կախված է Ադրբեջանի եւ Ռուսաստանի բարեհաճությունից։ Նա այդպես կառուցեց իր քաղաքականությունը։ Զիջումների շնորհիվ Եվրոպայում տեսան, որ նա անկեղծ չէ, որ նա գալիս է Փարիզ եւ Բրյուսել, հետո հաջորդ օրը, բառացիորեն հաջորդ օրը, դա այդպես եղավ օրինակ հուլիսի 14-ին, Բաստիլի անկման տոնից հետո, հաջորդ օրը նա Փարիզից վերադառնալուց դիմեց Շանհայյան ռուսա-չինա-թուրքական մի կառույցին անդամակցելու համար, դա չստացվեց Պակիստանի վետոյի պատճառով, բայց դա շոկային էր, որովհետև մասնակցությունը Շանհայի, BRICS-ի եւ ԵԱՏՄ-ի կառույցներին, ինչը շատ ակտիվ Հայաստանը իրականացնում է, հակասում է եւ անհամատեղելի է Եվրամիության ձգտող երկրի համար։ Չի կարելի խոսել եվրոինտեգրացման մասին, չի կարելի փող վերցնել իրենցից, խնդրել փող, ինչպես վերջերս տեղի ունեցավ եւ դա մեծ զայրույթ առաջացավ հայկական հասարակության մեջ, որ Փաշինյանը փող է խնդրել իբրև թե դիմադրելու Ռուսաստանի ազդեցությանը։ Մինչդեռ ոչ այլ կանենց ռուսական քարոզչության գերաստղ Մարիա Զախարովան մեծ զարմանքով ասեց, բայց մենք չենք հասկանում, Փաշինյանը խոսում է Ռուսաստանի հետ բարեկամության մասին, ընդլայնում է տնտեսական հարաբերությունները, Ռուսաստանը առաջին տեղն են ապրանքաշրջանառության մեջ Հայաստանի բյուջեում, այցեր են կատարվում, Եվրազեսի եւ ՀԱՊԿ-ի անգամ ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, ինչպես ընդգծեց Պուտինը անձամբ, ասաց, որ նրանք չեն գալիս, բայց դուրս չեն գալիս, մասնակցում են այլ ձևաչափերով, չգիտեմ ինչ ձևաչափերով, եւ այդ ամենը զարմացնում է ռուսներին, թե այս ենթատեքստում, թե ինչպես է Հայաստանը, որի տնտեսության 70%-ը վերահսկում են ռուսները, որի քաղաքական դաշտը վերահսկում են ռուսները, որի ֆինանսական կյանքը վերահսկում են ռուսները, ռուսական բանակի կանգնած այստեղ, FSB-ի զորքն է սահմանապահ, եւ այդ ընթացքում ինչպես է 12 միլիոն եվրո ուզում Փաշինյանը Եվրոպայից պաշտպանվելու երրորդ երկրներից, իսկ որ երրորդ երկրներից պետք է Եվրոպան օգնի։ Պարզ է, որ ինչպես Մոլդովայում, Ուկրաինայում, Ռուսաստանից, բայց անգամ ռուսական հեռուստաալիքները ազատ գործում են, Россотрудничество, ես չգիտեմ, ռուսական գրքի տներ, մնացած ռուսական հատուկ ծառայությունների որջերը ազատորեն գործում են, ռուսական ներքին անձնագրերով քաղաքացիները ազատորեն մտնում են Հայաստան, այդ Զվարթնոցի 20 հոգի հանելու կրկեսից բացի ոչ մի ուրիշ բան տեղի չունեցավ։ Իրանի սահմանն է շարունակում վերահսկվել իրականում ռուսական զորքով։ Այսինքն Եվրոպան այդ ամենը տեսնում է։ Եվ Եվրոպան, որպեսզի հասկանանք ինչպես է վերաբերվում Հայաստանին, մի օրինակ բերեմ։ Նույն շաբաթվա ընթացքում Մոլդովային Եվրոպան տրամադրեց հակաօդային պաշտպանություն ամբողջությամբ ՆԱՏՕ-ի չափանիշների։ Իսկ Հայաստանը խոստացավ 12 միլիոն եվրո, թերթերի մամուլի ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Այդ նույն օրերին Եվրոպայից փող մուրալով դեմոկրատական կարգերը պահպանելու համար նրանք չեն խորշել հանրային հեռուստատեսության եթերում, օրինակ, արգելել Հայաստանի եվրոպական կուսակցության եւ անձամբ իմ մասնակցությունը որևէ եթերների։ Այսպես են նրանք պայքարում եվրոպական արժեքների համար, եվրոպական փողերով։ Եվրոպան դա նույնպես տեսնում է եւ
այդ փողերը ծիծաղելի չափեր են կազմում, ես Մոլդովայի օրինակը դրա համար բերեցի։ Դե կարևորը իրան քեզ նույնիսկ չհրավիրելով հիշում են, հիշատակում են։ Շատերը կերազեին օրինակ, շատերը ընդհանրապես մոռացված են, հա։ Սա փորձում եմ մի քիչ տրամադրությունը բարձրացնելու համար ասել։ Արտյոմ, դու ասացիր, որ որոշ շրջանակներ Իսրայելը ցանկանում են առաջին ճշտամի ներկայացնել Հայաստանին։ Սա իմ կարծիքով ռուսական եւ իրանական լոբիստներն են կամ որոշ տգետներ, հա, կարելի այդպես ասել։ Իսրայելում ինչպես են վերաբերվում այդ հակապրոպագանդային, վստահ եմ, որ գիտեն, կա ցանկություն կամ պատրաստակամություն ավելի սերտ հարաբերություններ պրոպագանդել հայկական դաշտում, դիմակայել, ասենք, Ռուսաստանին կամ Իրանի լոբիստներին, կամ առանց դիմակայելու փափուկ ուժի միջոցով, որովհետև իրոք այն ինչ որ դու ասացիր, այդ թեմաների մասին ես էլ էի լսել, որ ուզում են հասարակական շրջանակներով ներս մտնել, հարաբերությունները վերականգնել, որովհետև դա նոր հարաբերությունների ստեղծում չէ, հազարամյակների պատմություն ունենք երկու ժողովուրդների։ Այո, ուրեմն խնդիրը որն է։ Վերջերս օրեր առաջ Jerusalem Post-ը շատ հետաքրքիր, շատ պրո-հայկական հոդված էին տպագրել, եւ հեղինակը կարծեմ Հնդկաստանից անունը չեմ հիշում, շատ բարդ երկար անուն ուներ, բայց անգլերեն լեզվով բավականին լուրջ հոդված էր, թե ինչու է ձեռնատու Իսրայելի ու Հայաստանի հարաբերությունների ջերմացումը եւ բավականին լայն ընդգրկուն հոդված էր, բավականին լուրջ վերլուծությունով եւ շատ անկեղծ ասած դուրեկան էր մեր համար, բայց ցավոք սրտի չպետք է մոռանալ, որ մենք Իսրայելում ունենք 150 հազարանոց հրեական համայնք, որը 100,000, այսպես ասենք, որոնք եկել են, ասենք, Ադրբեջանից, Գորսկի եվրեյներ են կոչվում, եւ սրանք այո, ադրբեջանական հրեական համայնքը, որպես հրեաների հետևորդներ կամ հրեաների թոռներ եւ այլն, այս ադրբեջանցիները բավականին լայն կերպով սողոսկել են Իսրայելի ընդհանուր հասարակական քաղաքական կյանք, ցավոք սրտի, եւ խնդիրն այն է, որ նրանք ունեն Հեյդար Ալիևի անվան հիմնադրամ միջազգային, Ալիևը ունի, եւ այս հիմնադրամից միլիոնավոր դոլարներ տարեկան կտրվածքով ֆինանսավորվում են այս ադրբեջանական հասարակական կազմակերպությունները, դրանից մեկը Ազիզն է, Ադրբեջան-Իսրայել միջնարодная ասոցիացիա, որի հիմնադիր ղեկավար կազմը Նаш Դոմ Իսրայել, Իսրայել Պեյտեյնու, Մեր տունը Իսրայելը կուսակցությունը Լիբերմանի գլխավորությամբ, այսինքն սրանք կանգնած են նստած են լավտա դոլարների վրա, կոպիտ ասած, եւ այս կուսակցության մի քանի Բաքվի հրեա է, չէ։ Չէ, Լիբերմանը Մոլդովայի հրեա է, բայց Լիբերմանը Բաքվեցի չի։ Չէ, Մոլդովայի հրեա է, բայց Բաքվի նավթա դոլարների հոդը շատ հերվից զգում է եւ Բաքու մի քանի այցելած, 5 աստղանի հյուրանոցներում քնած ելած, ասենք, չգիտեմ, խավիար շատ անգամ համտեսած քաղաքացի է ինքը, որ իրանից նայում ես ոչինչ չի ներկայացնում, բայց իր կատարած այդ հսկայական աշխատանքը, երբ որ նա արեց պաշտպանության նախարար, սա ուղղակի անհերքելի է, թե ինչպիսի պարգև մատուցեց Ադրբեջանին նման զենքի մեծականակ ուրեմն մատակարարումներ ապահովելու հետ կապված։ Հիմա այս ադրբեջանական լոբին միլիոնավոր դոլարներ է ծախսում մեզ ուրեմն հակահայկական հոդվածներ տպագրելու, հակահայկական ընդհանուր հասարակական քաղաքական ուրեմն տեսակետ Իսրայելում ձևավորելու հետ կապված, ցավոք սրտի։ Մենք մի անգամ այսքան տարիներ, ես 23 տարի Իսրայելում եմ, մի անգամ որոշեցինք Հարես 13-ին մի հատ հոդված տայինք, պրո-հայկական շատ մեծ, որ մենք ենք այդ հոդվածը պատրաստել, A3 մամուլով այդ մի հասարակ հոդվածը մոտ 8000 շեկել, 2000 եվրոյից ավել գումար արժի, պատկերացրեք, սա էլ Հարեսն էր, որ համաձայնվել էր տպագրել մեր թերթը, ասել կուզի, որ նմանատիպ հոդվածները հազարավոր դոլարներ արժեն, ու պատկերացրեք ինչպիսի գումարներ, էլ չեմ խոսում Թուրքիայի դեսպանատնում կազմակերպված շնորհանդեսների, գրքերի թարգմանությունների, Ղարաբաղի մասին եւ այլն, այսինքն միլիոններով փող են ծախսում, նաեւ սրանք կարողացան Վայցմանի անվան, Իսրայելի Վայցմանի նախագահ Վայցմանի անվան ուրեմն այգում կառուցել Խոջալույի ցեղասպանության հուշարձան։ Այսինքն մենք սրանց դեմ ինչքան էլ որ բողոքեցինք, գրեցինք նամակներ եւ այլն, հայկական համայնքը որևէ մեկ անգամ որևէ մեկ լումա, մեկ դրամ աջակցություն չի ստացել Հայաստանի կառավարությունից այս տասնյակ տարիների ընթացքում։
վերջերս մեր մոտ, ասենք 15 տարվա ընդմիջումով նոր մեր մոտ է ժամանել մեր հրավերքով, նաև մեր խնդրանքով պարոն Զարե Սինանյանը, որ վերջերս ամսու 18-ին է վերադարձել դեկտեմբերի Հայաստան ու տեղի ունեցան համայնքային հանդիպումներ մի քանի համայնքների, երկրի հյուսիսի, Երուսաղեմի ու Պետախտիկվայի հայկական համայնքի, ընդհանրապես երկրի կենտրոնի հայկական համայնքի ներկայացուցիչներ, շատ դրական են գնահատում, որ գոնե 15 տարի անց վերջին անգամ Տիկին Հակոբյանը 2010-ին էր եղել, ասենք Իսրայելում, այն էլ որևէ հանդիպում հայկական համայնքների ներկայացուցիչներ չէր եղել։ Փաստացի մեր համայնքային համայնքն է, որտեղ չպետք է գործի տունարի ծրագիրը, ու աս հակահայկական նաև եւ ցավոք սրտի Հայաստանում հակաիսրայելյան պրոպագանդան, այո, եւ Իսրայելում հակահայկական պրոպագանդան բավականին լուրջ վտանգներ է ներկայացնում մեր երկու ազգերի բարեկամության համար։ Ես վերջերս որ եկել եմ Հայաստան, կարողացա Եղեգնաձոր գնալ եւ եբրայերեն լեզվով տեսա փոքրիկ հոլովակ նկարահանեցի հրեական գերեզմանատան մասին, որ ասենք ունի նաև պատ, Մագեն Դավիթ ասենք կապույտ դարբասի վրա դրված եւ այլն, ու հրեաներին ներկայացրեց, տեսեք, որ ասենք 12-րդ դարում մենք ունենք այստեղ հրեական գերեզմանատուն, մի հատն հետաքրքրվեցի, պարզվում է Գյումրիում էլ մենք հրեական գերեզմաններ ունենք, բավականին մեծ թվով հրեաներ նաև Գյումրիում են թաղված, ասել կուզեմ, որ մեր տարածաշրջանը բավականին լավ ու ջերմ հարաբերություններ ունեցել Իսրայելի հետ, Իսրայելի կառավարությունը արդեն հասկացել է իր սխալը եւ ջանքեր է գործադրում, որպեսզի որոշակիորեն մեղմի Հայաստանի դժգոհությունը իր քաղաքականության նկատմամբ, բայց մեր կառավարությունը երկու ականջներով խուլ է եւ որքանով որ մենք այստեղից փորձում ենք թե ժողովրդական դիվանագիտության հետ կապված հարաբերությունների, ասենք առաջարկում ենք կազմակերպել Հայաստանի մշակութային օրեր, ենթադրենք Իսրայելում։ Մենք այստեղ միակ հասարակական կազմակերպությունն են, խոսքը Պետախտիկվայի հայկական համայնքի մասին է, որ տարբեր տեսակի միջոցառումներ են կազմակերպում, վերջերս օրինակ համերգ էր տեղի ունեցել Շարլ Ազնավուրի, այսինքն երգերի հետ կապված մեր Տիգրան Կասպարյանը հայտնի ելույթ ունեցավ Բացիամ քաղաքում, մենք ունենք, ասենք Պետախտիկվայում միակ հուշարձանը, որ տեղադրված է հրեական հողի վրա, սա Պետախտիկվայի Իսրայելի առաջին ուրեմն հուշարձանն է, որը նաև անցյալ տարի ապրիլի 2-ին այդ համայնքների այգին վերանվանվեց Շարլ Ազնավուրի անունով, վերջերս Շարլ Ազնավուրի նոր ֆիլմը Իսրայելում շատ մեծ ցնծությամբ ընդունվեց ու շատ հրեաներ ինձ տեսնելով իմանալով, որ ես ազգությամբ հայ եմ, գալիս ու շնորհավորում են, ասում են շնորհակալություն հրեա ժողովրդի կողմից քեզ Ազնավուրի համար։ Այսինքն ընդհանուր ցավն այն է, որ Երևանում կարծես չեն ուզում հասկանալ, որ հարաբերությունները Իսրայելի հետ դա իրականում հարաբերություններ են Միացյալ Նահանգների հետ Հայաստանի համար։ Եվ եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները ասում են մեզ, որ կարևոր չէ Եվրոպայի ինտեգրացումը, կարևոր է Միացյալ Նահանգների բարեհաճությունը եւ մատնանշում են այդ չարաբաստիկ իմ տեսակետից Թրամփի ճանապարհը, ապա այդ դեպքում իրեն գոնե հանուն դրա պետք է հասկանային, որ դա հնարավոր չէր լինի, եթե մինչև օգոստոս Ադրբեջանը եւ Թուրքիան չաշխատեն Իսրայելի հետ, ոչ միայն լոբբի հետ, այլ հենց Նետանյահուի հետ այդ հարցով, եւ որ այդ հարցը լուծվեց, որովհետեւ Իսրայելը հակաիրանական քաղաքականություն էր վարում, եւ որ այդ քաղաքականությունը հիմա փոխվել է հակաթուրքականի, բայց Հայաստանի որոշում ընդունողների համար ներկայիս այդ ամենը աննկատ անցավ։ Իրենք ոչ հասկացան Իսրայելի դերը Միացյալ Նահանգներում, ամենայն դեպս դա երևում է նրանց այսօրվա գործողություններից, ոչ հասկացան կատարվող փոփոխությունները, արդեն կատարված փոփոխությունները, ոչ են հասկանում են այն հսկայական հեռանկարները, որ բացվում են Իսրայելի նոր քաղաքականության ընթացքում։ Այդ ամենը այդքան անմեղսունակ է ընկալվում այստեղ, որ լուրջ խոսել հայ-իսրայելական հարաբերությունների մասին դժվար է։ Կրկնում եմ, չտեսնել դրա ամերիկյան աստառը նշանակում է ոչ մի բան չհասկանալ քաղաքականության մեջ, եւ սա իրականում ոչ միայն հակաիսրայելական է, սա հակահայկական դիրք է, որը այս մարդիկ համարում են նոր հայկական քաղաքականություն։ Ես կիսում եմ ձեր տեսակետը, պարոն Խզմալյան, եւ կարող եմ ավելացնել, որ 23 տարի ես ամեն անգամ, ամեն հնարավորության ժամանակ շեշտում եմ, որ ասել Իսրայել հասկանում ես Ամերիկա, ասելով Ամերիկա հասկանում ես Իսրայել։
եւ այս հարաբերությունները, եթե Հայաստանը ցանկանում է շատ լուրջ խորացնել Ամերիկայի հետ, պետք է ամենաառաջինը բարեկամանա Իսրայելի հետ։ Եթե հիշում եք 1991 թվականին այդ անկախության էստաֆետան, որ տեղի ունեցավ, իրար հետևից անկախացան Խորհրդային Միությունից պետությունները, առաջինը Շևարդնաձեն ու Ալիև ավագը վազեցին Իսրայել եւ իրենց հավատարմությունը հայտնեցին Իսրայելին եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին Իսրայելի հետ։ Իսկ մեր Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ, քաղաքացիություն ստացավ եւ որոշ ասեկոսներով ուղղակի Իրան համար կոտեջ արավ Նատանյա քաղաքում, այս սրանով հայ-հրեական հարաբերությունները ցավոք սրտի փակվեցին։ Եվ ցավալին այն է, որ Ալիևը Իսրայելում ունեցած իր հանդիպումների ժամանակ շեշտում էր հրեա եւ ադրբեջանցի ժողովուրդների հազարամյա ուրեմն պատմության մասին, հասկանում եք, հազարամյա, չեմ ասում տասնամյա կամ 100, հա, հազարամյա։ Հետո չպետք է մոռանալ նաեւ մեկ կարևոր փաստ, որ Իսրայելը 40% նավթի ստանում է Ադրբեջանից։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով ադրբեջանական նավթը գալիս է Հայֆա եւ Հայֆայում, ասենք, բենզին է դառնում է բենզին ու ասենք մենք լիցքավորում ենք մեր մեքենաները, այսինքն 44 միլիարդ ԱՄՆ դոլարի պայմանագիր ունի Իսրայելը միայն նավթի հետ կապված Ադրբեջանի հետ, եւ այս 44 միլիարդի մի մաս եթե զենքով են փոխանցել, սա արդեն բավականին լուրջ խոսուն թվեր են։ Ու Հայաստանը, ինչքան էլ որ մենք փորձեցինք, ժամանակին ստեղծվել էր Հայաստան-Իսրայել գործարար ֆորում Սերժ Սարգսյանի ժամանակ, եւ մի քանի փոխայցելություններ եղան գործարարների եւ հրեական եւ հայ։ Գյումրիում որոշվել էր ստեղծել 2012 թվականին ազատ տնտեսական գոտի եւ հրեական մեկ կազմակերպություն նախքան այս 44-օրյա պատերազմը համաձայնել էր լոգիստիկ հսկայական մեծ կենտրոն ստեղծել Գյումրիում։ Ցավոք սրտի այս պատերազմի 44-օրյայից հետո եւ մեր կառավարության դիրքորոշումից հետո բոլոր այս ծրագրերն իջիկ դարձան։ Նաեւ ուզում եմ ասել, որ հայ-հրեական հարաբերությունները կարող էին շատ լավ զարգանալ այն ժամանակ, երբ որ Իսրայելը եկավ Հայաստան եւ առաջարկեց իր օգնությունը, իր ձեռքը մեկնեց Հայաստանին եւ զենքի տեսքով եւ առաջարկեց Հայաստանին լինել այն բաստիոնը տարածաշրջանում հակաիրանական թեկուս աշխատանքներ իրականացման կամ թեկուս հետախուզություն իրականացնելու հետ կապված, իսկ Հայաստանը այն ժամանակ էլ կարծում եմ մասնակի հիմա էլ անկախ պետություն չէ, ցավոք սրտի։ Այսինքն այն ժամանակ ռուսներից պետք է թույլտվություն հարցնեն, իսկ ռուսը իհարկե թույլ չէր տա, որ Իսրայելը կար, իսկ Ադրբեջանը փաստացի կարողացավ հասնել դրան, որ անկախ ռուսական կայսրությունից ունեցած իր կապերից համաձայնվեց նման գործարք կնքել եւ տեսանք, թե ինչ արդյունք ունեցավ այդ գործարքը, ցավոք սրտի, եւ պետք է նաեւ ձեր ասածին էլ մեկ կարեւոր նաեւ փաստ ավելացնել, որ հնդկական այն զինատեսակները, որոնցից ես այնքան էլ գոհ չեմ, երբ որ համեմատում եմ այն հրեական զինատեսակների հետ, որ Հայաստանը հնարավորություն ուներ ձեռք բերելու ժամանակին, ամենայն դեպս հրեական կոմպոնենտներ կային այդ ուրեմն հնդկական զինատեսակների հրթիռների մեջ, որոնք եթե Իսրայելը չցանկանար թույլ չտար, Հայաստանը ձեռք չէր կարող բերել նույնիսկ Հնդկաստանից։ Այսինքն այստեղ որևէ նաեւ թեթև համաձայնություններ փոխհամագործակցության ինչ-որ եզրեր ամենայն դեպս կան, բայց թե դրանք այնքան չնչին են, այնքան մինիմումի են, որ ցավոք սրտի ես այստեղ 23 տարի ցանկացած տեսակի սպորտային միջոցառում, ֆուտբոլային խաղ, մշակութային միջոցառումներ, համերգներ, Հայաստանից ինչ որ երկիշներ հրավիրելով փորձում ենք հրեաներին հայկական մշակույթը ներկայացնել, բայց լուրջ պետական հովանավորչություն չկա, լուրջ պետական ծրագիր այս հարաբերությունները զարգացնելու հետ կապված չկա եւ մի բան էլ ասեմ, Հայաստանում ազգային ժողովում կա 20 հոգուց ավելի բաղկացած Հայաստան-Իսրայել միջխորհրդարանական բարեկամության խումբ, Ծովինար Վարդանյանն է, կարծեմ ԿՊ-ից ղեկավար այս խումբը, դրա մեջ նաեւ պարոն Քոչարյանի որդին է, Լևոն Քոչարյանն են գրկված, եթե չեմ սխալվում, հիմա 20-ի ցուցակը չեմ հիշում, բայց կարծեմ այս երկուսը հաստատ կան այս ցուցակի մեջ եւ ինչ է արել ազգային ժողովի այս ուրեմն հանձնախումբը Իսրայելի հետ որոշակի հարաբերություններ ձևավորելու հետ կապված։ Արի գուշակեմ, ոչինչ։ Այո, ոչ մի բան, ոչ մի բան։ Մի մտածեք, որ դա խտրականություն է։ Ես 2 տարի, 1.5 տարի մասնակցում էի իմ իսկ խնդրանքով Հայաստանի Եվրոինտեգրման հանձնաժողովի աշխատանքին, այդ 1.5 տարվա մեջ, գրեթե 2 տարվա մեջ, այդ հանձնաժողովը հավաքվեց ընդամենը 2 անգամ, գլխավորում է մինչև հիմա այդ հանձնաժողովը պարոն Եղոյանը,
որը նախկինում եղել էր Նիկոլ Փաշինյանի խոսնակը, եւ այդ ընթացքում այդ հանձնաժողովը մեկ այցելություն էր կատարել Եվրոպա, խոսքը 22, 23, 24 թվականների մասին է։ Եվ գիտեք որտեղ, Լյուքսեմբուրգ։ Այսպես էր Հայաստանի Եվրոինտեգրման հանձնաժողովը աշխատում 2 տարի աչքիս առաջ, որովհետեւ ես հատուկ խնդրեցի Փաշինյանին 22 թվականին, որ մեզ թույլ տա աշխատել Եվրոինտեգրման հանձնաժողովում եւ նա համաձայնվեց։ Արամ Սարգսյանն էլ էր խնդրել, այդպես որ ես վկա ունեմ, երկու հանդիպում այդ 2.5 տարվա ընթացքում եւ մեկ այցելություն իրենք էին բնականաբար այցելել Լյուքսեմբուրգ։ Այդպես որ ինչի մասին է խոսքը։ Իսրայելի հետ հարաբերությունների լուրջ։ Այո, ցավոք սրտի ես ուղղակի հասկանում եք ամեն օր մեր անձնական օրինակով մեր ժողովրդի ուրեմն նաև անձնական սխրանքները հրաժողովրդին ցուցադրելով փորձում եմ ապացուցել, որ մենք միակ ժողովուրդն ենք իրենց համար տարածաշրջանում բարեկամ, ոչ թե ազերները եւ նույնիսկ ոչ վրացիները։ Գիտեք, որ մենք ունենք այստեղ ազգերի առաքյալների ուրեմն կա Yad Vashem ինստիտուտ, ազգերի առաքյալների պուրակ եւ 2013 թվականին ձեր խոնարհ ծառայի ուրեմն մոտ 10 ամյա աշխատանքի ընդհանուր արդյունքում առաջին անգամ Yad Vashem-ը ճանաչեց ազգերի առաքյալ ուրեմն բժիշկ Հարություն Խաչատրյանին, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր։ Այսինքն առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացին համար 23-ը ճանաչվեց որպես ազգերի առաքյալ։ Եվ նաև մեր հարգելի պարոն երջանկայի շտակ պարոն Շարլ Ազնավուրի ընտանիքն է, ոչ միայն Ազնավուրի հայրը ու մայրն են հրաներ փրկել, այլ նաև նրա հոր եղբայրն է եղել Դոնեցկում եւ Դոնեցկում է փրկել շատ հրեաների, Նինեչկային է փրկել, այդ պատմությունը ես ունեմ։ Եվ ժամանակին երջանկահիշատակ Սամվել Ազիզյանի հետ միասին մենք հետաքննում ենք Ուկրաինայի հայերի աջակցությունը եւ հրեաներին հարյուրավոր հրեաներին խոսքը կաթոլիկ հայկական Լվովի կաթոլիկ հայկական համայնքի մասին է, որոնք հարյուրավոր հրեաների են հոլոկոստի ժամանակ փրկել, այսինքն այս մեր հայ հերոսները, որոնց գեստապոյի այսպես պատվալներում ռուսերեն լեզվով ասած տանջամային արել, որ իրենք ընդունեն, որ իրենք հրեան եւ չէին ընդունել, օրինակ Տիկին Աշխենի դեպքը կա Լվովում, եւ այս պատմությունը ես փորձում եմ հրեաներին ներկայացնել եւ ապացուցել, որ մեր ժողովուրդների բարեկամությունը հազարավոր իրոք տարիների պատմություն ունի, այլ ոչ թե ադրբեջանցիների ուրեմն եւ իրենց պատմությունն է հազարավոր տարիների բարեկամություն, բայց պարոն Հակոբյան, ինչ ասեմ, մենք պետք է պայքարենք, շարունակենք մեր աշխատանքը, հանձնվել չկա, ինչքան էլ կառավարությունները մեկը մյուսին փոխարինում են, մենք մնում ենք նույն կարծիքին, որ պետք է աշխատանքները շարունակենք, սերտացնենք հարաբերությունները եւ անենք հնարավորն ու անհնարը, որպեսզի վերջո երկուստեք հասկանան, որ միակ ելքը այս երկու, եթե այս երկու ազգերն իրար հետ կարողանան լավ համագործակցել, կարող է շատ լավ արդյունքներ գրանցվեն, հատկապես Հայաստանի համար։ Պարոն Չուբարյան, ես երաշխավորում եմ ձեզ, որ եթե մենք մտնենք ազգային ժողով, մենք կջարդենք այդ տխմար կարծրատիպը եւ այդ հարաբերությունները կստանան ոչ միայն նոր թափ, այլ շատ լուրջ բովանդակություն։ Տիգրան, տարին ամփոփելով ինչ հիմնական հետևություններ պետք է արվի քաղաքական դաշտում, մեր հայրենիքի եւ ինչ քայլերս կարեւորում նոր տարում, ինչ պետք է արվի ըստ քեզ։ Հայաստանի համար 2025 թվականը կորսված հնարավորությունների տարի էր։ Մինչև մարտ ամիս, մինչև մարտի վերջը ես լիահույս էի, որ նախորդ տարվա 23-24 թվականի մեր աշխատանքը պսակվում է մեր աչքի առաջ վառ արդյունքով, մենք հասանք նրան, որ ազգային ժողովը ընդունեց Եվրամիության անդամակցության օրենքը, եւ ես դա համարում եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության խոշորագույն նվաճում, որովհետեւ մենք դա նախաձեռնել ենք, մենք այդ օրենքը պայփայել ենք, ստեղծել ենք եւ մեր այն ժամանակվա գործընկերների օգնությամբ կարողացանք հասցնել ստորագրավակի մակարդակի եւ դա ընդունվեց իհարկե միջազգային բուռ զարգացումների պատճառով, որովհետեւ 24 թվականին կատարվեցին լրջագույն փոփոխություններ եվրոպական եւ Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ, որոնք համոզեցին, որ մենք ճիշտ ենք եւ այդ ժամանակ դա ընդունվեց։ Սակայն արդեն մայիս ամսին Փաշինյանը կտրուկ փոխեց իր մոտեցումը եւ ամբողջ ԿՊ-ն, որը դեմ էր այդ օրենքի, լծվեց հակաեվրոպական գործունեության մեջ իրականում։ Այդպես որ 25 թիվը իմ տեսակետից շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ
եթե այս միտումները շարունակվեն, որովհետև Միացյալ Նահանգները մեկուսացան, զբաղվում են հիմա միայն Հարավային Ամերիկայով եւ Խաղաղ օվկիանոսի իրենց մասով, դա արդեն անվանում են Վաշինգտոնում Դոնրոյի դոկտրին, Մոնրոյի դոկտրինի պես, Դոնալդ Թրամփի դոկտրին, Եվրոպան շատ արագ փակվում է եւ մենք թեև ունենք իդեմս այդ օրենքի կարծես թե տոմս եվրոպական գնացքի համար, բայց կառավարությունը չի օգտագործում դա եւ չի օգտագործի, որովհետեւ Փաշինյանը եւ ԿՊ-ն իրենց վերընտրությունը կապել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի համաձայնության հետ Փաշինյանի վերընտրության մասին, նաեւ Էրդողանի։ Այսինքն Հայաստանը վերջին ամիսներին մտել է շատ վտանգավոր եւ ինձ մոտ տագնապ առաջացնող զարգացումների մեջ, մինչդեռ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փաստորեն պարտվել է ռազմավարական առումով Ուկրաինային, որովհետև 4 տարվա այս մսաղացից հետո արդյունքն այն է, որ Ուկրաինան որպես պետություն դարձել է Եվրոպայի առաջնորդը, դեմոկրատիայի պաշտպան եւ գլխավոր երկիր աշխարհի օրակարգում, այն կորուստները տարածքային եւ մարդկայինը կվերականգնվի հաջորդ սերունդներով, իհարկե ուկրաինացիները կսկսեն վերադառնալ, Ուկրաինան կծաղկի, կվերակառուցվի, տարածքային կորուստներն էլ այս քաղաքականության շնորհիվ նույնպես վստահ եմ ուշ թե շուտ կվերականգնվեն։ Ռուսաստանը կորցրեց իր բոլոր առավելությունները ռազմավարական, դառնում է Չինաստանի հումքային կցորդը, Չինաստանը դառնում է գերտերություն եւ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին նոր ցնորք են առաջացրել անձինս Թուրանի եւ Հայաստանը կարող է դրա զոհը գնալ, եթե մենք կորցնենք այս անգամ էլ հնարավորություն դառնալ Եվրամիության անդամ։ Դա մեր կուսակցության գլխավոր ծրագիրն է եւ դա այն է, ինչը Փաշինյանը 25 թվականին մերժեց եւ 26 թվականի համենայն դեպս մինչեւ տարվա կեսը չի անելու, որովհետեւ դա հակասում է նրա խոստումներին, որ տվեց նա Պուտինին, Ալիևին, երևի նաեւ Էրդողանին, որ Հայաստանը չի դառնա եվրոպական պետություն։ Իսկ ինչ կլինի հետո, ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ նա հետո կկարողանա կամ կցանկանա կամ նրան թույլ կտան որևէ ինքնուրույն բան անել, այդպես որ 25 թվականը շատ մռայլ ստվեր է գցում արդեն սկսված 26 թվականի վրա Հայաստանը չի մտել որևէ դաշինքի մեջ, մինչդեռ այլ երկրները արագ սարքում են դաշինքներ եւ մնալով ռազմաքաղաքական դաշինքներից դուրս Հայաստանը մնում է նաև համաշխարհային քաղաքականությունից դուրս եւ չի դառնում սուբյեկտ միջազգային քաղաքականության, այլ մնում է օբյեկտ, որը հիմա օգտագործում է Ալիևը, Էրդողանը եւ Պուտինը նախ եւ առաջ։ Սա է իմ գնահատականը անցած տարվա։ Հուսանք ինչ որ մի կերպ իրավիճակը կփոխվի, որ առաջին եթերն է, ինչ որ հույս պետք է տանք, հույս պետք է ունենանք, ինչ որ բանի պետք է ձգտենք։ Պետք է հույս չտանք, մենք պետք է պայքարի կոչ անենք։ Կլինի այն, ինչ մենք կանենք։ Հերթական անգամ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի պառակտի հուսաթափի ազգը եւ որպեսզի հայերը չգնան քվեարկության, կարծելով, որ ոչինչ չեն կարող փոխել։ Այ դա է պետք համոզել, որ ամեն ինչ կարելի է փոխել եւ Ուկրաինան դրա լավագույն օրինակն է։ Իսրայելը դրա լավագույն օրինակն է, երբ որ մարդիկ զրոյական հնարավորություններ ունենալով դարձրեցին իրենց ազգերը, երկրները առաջատար պետություններ։ Այդ դա է, որ Հայաստանը ուներ բոլոր հնարավորությունները անելու, դառնալու եւ մեր ապիկար անմեղսունակ քաղաքական ղեկավարների շնորհիվ 30 տարվա մեջ մսխեց բոլոր այդ հնարավորությունները եւ շարունակում է ընթանալ դեպի անդունդ, որը մենք պետք է այդ ընթացքը մենք պարտավոր ենք կանգնեցնել։ Իմ սերնդի համար դա լինելու է վերջին մարտը։ Արտем, ինչս կարևորում հայ-իսրայելական հարաբերություններում եւ ինչ զարգացումներ ես ակնկալում, միգուցե պլանավորում նոր տարվա մեջ։ Նախ ասեմ, որ անցած 2025 թվականը ընդհանուր առմամբ դրական էր հայ-հրեական հարաբերությունների դինամիկայի հետ կապված, որովհետև 2020 թվականից հետո եթե համեմատենք այն այդ
հերյական ընդհանուր տրամադրությունը Հայաստանում, որ ամենուր ռուսական ռոպագանդան ներկայացնում էր, որ ամեն ինչում պարտության մեջ հրյաներն են մեղավոր եւ հերյական ԱԹՍ-ն է, այլ ոչ այն տասնյակ միլիարդների վաճառված ռուսական ու բելառուսական զինատեսակներն ու Ռուսաստանի մեզ ուղակի վաճառելը, մեզ ուղակի ծախելը, սրա հետ կապված մի փոքր, ասենք, դրական տեղաշարժ 2025 թվականին տեսանք, հանձինս, ասենք, թեկուս պարոն Կոստանյանի Իսրայել գալով, հանձինս, ասենք, Իսրայելի դեսպանի Հայաստան գնալով, հանձինս նոր ուրեմն Երևանում ստեղծված հերական կազմակերպությունների, որոնք որ փորձում են որոշակիորեն աշխուժացնել հայ-հերական հարաբերությունները, գիտեք, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո մի քանի հազար հրեաներ, որոնք եկան Իսրայել, ստացան Իսրայելի քաղաքացիություն, բայց հիմա ապրում աշխատում են Հայաստանում, այսինքն արմատներ են նետել Հայաստանում, չեն գալիս Իսրայել, ունեն Իսրայելի քաղաքացիություն, բայց գերադասում են ապրել այսինքն Հայաստանում։ Եվ այս մարդիկ էլ նաև աջակցում են կամա թե ակամա հայ-հերական հարաբերությունների զարգացմանն, էլ չեմ խոսում Հայաստանի հերական համայնքի մասին գործող, եւ մեզանում, ասենք, 2026 թվականը բացվել է նոր մարտահրավերներով, այսպես ասենք, որովհետեւ տարածաշրջանը եռում է նոր պատերազմների, ուրեմն մենք մարտահրավերների առջև ենք կանգնած, այդ թվում նաև հայկական համայնքի Իսրայելի եւ մոտակայում կանխատեսվում է նոր պատերազմ Լիբանանի հետ, որովհետեւ Հեզբոլլահին զինաթափել այդպես էլ չհաջողվեց, Համասին զինաթափել չհաջողվեց համենայն դեպս մինչեւ այսօր եւ Իրանի մասին էլ չեմ խոսում, որ հիմա դեկտեմբերին Նեթանյահուն մեկնել էր դեկտեմբերի վերջ 29-ին մեկնել էր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման եւ հայտնել թե ինչպիսի բանակցություններ են Նեթանյահուն այնտեղ վայել, բայց հիմա ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում Վենեսուելայի ափերին են ավիակիրները ամերիկյան եւ Իսրայելը չի համարձակվի Իրանի վրա որևէ հարձակում կազմակերպել առանց ավիակիրների լուրջ աջակցության։ Համենայն դեպս լուրջ մարտահրավերների առջև ենք, նաեւ իմ կարծիքով լուրջ մարտահրավերների առջև է կանգնած նաեւ հայ-հերական հարաբերությունները, ցավոք սրտի, կիսում եմ պարոն Խզմայլյանի մտահոգությունները նաեւ եւ պետք է աշխատենք, պետք է ամեն կերպ աշխատենք, ջանք չխնայենք, որպեսզի փորձենք մեր կողմից որպես ազգային դիվանագիտություն, ժողովրդական դիվանագիտության լեզվով ասած, միջոցառումներ կազմակերպենք, հայրին հրավիրենք, հրեաներին տանենք, փորձենք օրինակ իմ երազանքն է լրագրողական մեծ խումբ տանել, ասենք Իսրայելից Հայաստան, երբևէ նման աշխատանքներ չեն իրականացվել լավ պետական մակարդակով, ցավոք սրտի, Ադրբեջանն արդեն թիվ ու հաշիվը մոռացել է, թե քանի անգամ է հրեա լրագրողներին տարել, իսկ մեր մոտ, ասենք, որևէ մեկ անգամ լուրջ պատվիրակություն լրագրողների, ասենք, մեծად թիվ, ում կներկայացվի իրական Հայաստանը, թե ինչ է Հայաստանը, ով են հայերը, ինչ է իրենից ներկայացնում հայ ժողովուրդը, ցավոք սրտի չի իրականացվել, ու գուցե նաև օգտագործելով ձեր լսարանը դիմենք մեր հայ ժողովրդին, ասենք, փորձենք գտնել գործարարներ, ովքեր, ասենք, գոնե մեկ տասնյակ կօգնեն մեզ, մեկ տասնյակ հրեա լրագրողների այն լուրջ մարդկանց բերել Հայաստանի հետ ծանոթացնել, Հայաստանում մեր մտավորականության հետ ծանոթացնել, ցույց տալ իսկական հայկական դեմք։ Մենք զբաղվենք դրանով, պարոն Չեռնովարյան։ Այո, եւ շնորհակալություն եմ հայտնում նորից շնորհավորում եմ մեր ամանորը, մեր Ուկրաինայի եւ հայ ժողովրդին, ընդհանրապես հայ ժողովրդին եւ մեր Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, մեր հարազատներին ու հուսամ որ ամեն ինչ լավ է լինելու եւ Աստված մեզ պահապան, վստահ եղեք որ մենք ունենք մեր Աստվածը եւ համենայն դեպս միշտ էլ աղոթել ենք եւ փորձել ենք անել հնարավորն ու անհնարինը, որ մեր ժողովուրդը տարբեր տեսակի մարտահրավերներին դիմակայի։ Մեր մոտ համայնքը հունվարի 18-ին է նշելու Սուրբ Ծնունդը Բեթլեհեմում 5 տոմարով, այսինքն բոլոր Սուրբ Ծնունդներն արդեն անցած կլինեն եւ մենք ամսու 18-ին նոր նշելու ենք Սուրբ Ծնունդը։ Այնպես որ նորից շնորհավորում եմ եւ շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ ամանոր։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում ամանորյա այս տոնական օրերին մեզ հետ գալ մեր եթերից ձեր կարծիքներով կիսվել։ Շնորհավոր ամանոր Սուրբ Ծնունդ եւ թող եկող տարին լինի հաջողությունների տարի հայ ժողովրդի համար, որտեղ լինեն մեր հայերը։ Շնորհավորում եմ։ Թող Աստված մեզ տա ուժ դիմակայելու եւ թող մեզ տա սեր ընդունելու համար այն ինչ մենք չենք կարողանա փոխել, թող լինի խաղաղություն եւ արդարություն ողջ աշխարհում։ Շնորհավոր նոր տարի եւ ամանոր։ Շնորհավոր եւ եւս մեկ անգամ շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Շնորհակալություն։ Ստեսություն։